Քանի որ մենք շատ ֆենոմենալ ազգ ենք եւ հետեւաբար այդ փաստը մեզ ինքնըստինքյան դարձնում է մեծ եւ փոքր ֆենոմենների հեղինակ եւ չնայած մեր պետության փոքր չափսերին եւ ազգի փոքրաքանակ լինելով մենք կարողացել ենք աշխարհին բազմիցս արդեն ապացուցել, որ մենք ունենք այդ ունակությունը, որ ապահովենք առաջին տեղը տարբեր բնագավառներում, ասենք մշակույթի մեջ, սպորտում, կրոնում, մենք արդեն էլ երևի կարիքը չունեինք աշխարհին ապացուցելու, որ մենք իրոք յուրահատուկ ազգ եւ պետություն ենք։ Բայց քանի որ մենք շատ ենք սիրում ճոխություններ եւ մեր մոտ էքստրեմիզմի խնդիր կա, մենք որոշեցինք ապացուցել ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ, որ մենք կարող ենք արձանագրել այնպիսի ֆենոմեն, որ աշխարհը դեռ հետագա կամ ապագա 100-ից 200 տարվա մեջ չի կարողանալու մոտիկ գալ անգամ նման գաղափարի կամ նման հաջողության։ Ես կբացատրեմ ինչ հաջողության մասին եմ խոսում հիմա, բայց խնդրում եմ ուշադրություն։ Ուրեմն սուվերեն պետություն լինելով հանդերձ եւ սուվերեն պետությունը այն պետությունն է, որ ունի միջազգային կազմակերպությունների մեծ եւ մնացած բոլոր պետությունների բացառությամբ մի երկուսի կողմից ճանաչված սահմաններ, ընդունված, ճանաչված, ունի սահմանադրություն, ճանաչված բոլորի կողմից, օրենսգիրք, կրոն, ինստիտուտներ, որոնք որ ճանաչված են մնացած բոլոր պետությունների եւ կազմակերպությունների կողմից, բացառությամբ մի երկուսի իհարկե կարևորը որ մեծամասնությունն են ճանաչում 195 պետություն կա, մի երկուսն են, որ մեզ երևի թե դեռ չեն ճանաչում որպես պետություն, բայց նրանք հաշվի չեն կարող առնել նրանց, որովհետեւ մնացածը ճանաչում են։ Բայց եւ ունենք կառավարման համակարգ, սիստեմ եւ government, ղեկավարություն, որը որ մեր պետությանը govern-ը անում եւ նաեւ պահպանում եւ պաշտպանում է մեր պետության շահերը։ Եվ ըստ քո պետության կառավարման համակարգի յուրաքանչյուր պետություն ունի ինչ-որ մի պալատ, որտեղ որ հավաքվում են այդ պետության եւ ազգի կողմից նշանակված մարդիկ, որպիսի նոր օրենքներ մշակեն, որպիսի սահմանադրությունը պահպանեն եւ պաշտպանեն եւ դեպի ապագա ավելի բարելավեն այդ պետության ազգի կամ ժողովրդի կենցաղային եւ մնացած բոլոր հարցերը, մշակութային, դրա համար բոլոր դեպարտամենտներից եւ համակարգչի ուրեմն ինստիտուտներից համակարգի, կներեք, մարդիկ կան նստած այնտեղ, որ ուրեմն ղեկավարեն երկիրը։ Եվ այնտեղ լինում են կուսակցություններ, որովհետև չի կարող լինել մեկ կուսակցություն, դա կհամարվի դիկտատուրա։ Քանի որ մենք արդեն ապացուցել ենք, որ մենք դեմոկրատիայի բաստիոնն ենք, մենք նաև դրա հիման վրա արձանագրել ենք մի ֆենոմեն, որը որ աշխարհում առաջինն է։ Եվ հիմա ասեմ ֆենոմենը որն է։ Բոլոր պետություններում, ոնց որ ասացի, կան նման պալատներ, որտեղ հավաքվում են տվյալ պետության ժողովրդի կողմից նշանակված մարդիկ։ Մեր պետությունում, ազգային ժողովում, նայեք դեմոկրատիան ուր է հասել։ Ներկայացված են Հայաստանի Հանրապետության եւ հայ ազգի կուսակցությունները եւ
Հայաստանի Հանրապետության հարևան թշնամի Ադրբեջանի Հանրապետության և ժողովրդի կուսակցությունը։ Նայեք, մենք դեմոկրատիան ուր ենք հասցրել։ Մենք իրենց մեր թշնամուն, մեր պետության ազգային ժողովում, պարլամենտում խոսքի իրավունք ենք տվել։ Եվ դա էլ հերիք չի։ Իրենք կազմում են մեծամասնություն։ 64 պատգամավոր նստած Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, որոնք տվյալ պետության Հայաստանի Հանրապետության ազգի 3 միլիոն բնակչության և 8.5 միլիոն սփյուռքի հայի շահերը ներկայացնելու համար հավաքվել են ազգային ժողովում, բայց նաև խոսք են տվել Ադրբեջանի Հանրապետության և ժողովրդին, որպեսզի իրանք մեր պետության մեջ կազմեն մեծամասնություն։ Այս մարդիկ 64 հոգի նստած արդեն 8 տարի է ապացուցում են մեզ, որ նրանք շատ մտահոգված են Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանի պետության շահերի, ժողովրդի շահերի, պետության շահերի և բոլոր ադրբեջանական թեզերի, խոսույթների պահպանման համար։ Նրանք իրականում մտահոգված են։ Ասենք, օրինակ, Ադրբեջանի ժողովուրդը վատ կզգա, եթե մենք ուզենանք պահենք մեր հայկականությունը։ Հասկանում եք։ Ուրեմն 64 պատգամավոր նստած ազգային ժողովում մեծամասնություն, իշխող ուժն է։ Ամեն օր 8 տարին մոռացեք հլեն 8 տարիները ինչ արել են։ Այս անգամ նրանք պետք է փորձեին ինչ-որ կերպ ապացուցեին, որ իրենք արդեն 3-րդ անգամ կառավարման արժանի են։ Գոնե մի կերպ։ Բայց նրանք արդեն ինչ սկսել է 9-րդ գումարման ժողովը, նրանք ամեն օր գալիս են այնտեղ ապացուցելու, թե իրենք ինչքան են ատում հայ ազգին, մեր անցյալը, մեր պատմությունը, անգամ այն 36 տարիները 90 թվականից մինչև այսօր, որ իրենք ծնված են եղել և իրենցից շատերի հայրերը, հորեղբայրները, քավորները, հորաքույրները եղել են նստած այդ նույն ազգային ժողովում նախկինների տեսքով, անգամ ՔՊ-ից։ Այսօրվա ՔՊ-ի Ադրբեջանին ներկայացնող պատգամավորները հայկական Հայաստանի ազգային ժողովում նրանք ցույց են տալի, թե իրենք ինչքան են ատում իրենց հայրերի, հորեղբայրների, քավորների, հորաքույրների, չգիտես ինչերի ստեղծած, կազմած Հայաստանը։ Այս մարդիկ ոչ թե միայն ատում են Հայաստանը և հայ ազգին, իրենք նաև ատում են իրենց հայրերին, քավորներին, հորեղբայրներին, հորաքույրներին և մնացած բոլոր ազգականներին, որոնք այդ ազգային ժողովում 36 տարիներ շարունակ, իրենցից առաջ լավ 28 տարի ներկայացրել են Հայաստանի Հանրապետությանը և հայ ազգին։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք մոնարխիկ կառավարման համակարգ։ Իրականում սա մոնարխիկ սիստեմա։ Այն ինչ որ ես եմ առաջարկում արդեն քանի տարիներ են։ Բայց ես առաջարկում եմ, որ Հայաստանը ունենա մի թագավոր, ես թագավորական Հայաստանի
վերականգնման կողմնակից եմ։ Ես ուզում եմ, որ Հայաստանի թագավորությունը վերականգնվի, Հայաստանը ունենա մեկ թագավոր եւ այդ թագավորի դոկտրինան, որպեսզի մենք կարողանանք ձևավորել ստաբիլ համակարգ եւ չգա անընդհատ 4-ից 8 տարի ինչ որ մեկը, որը որ սեփական ամբիցիաներ, սեփական բանկի հաշիվները լցնելու ցանկություն է ունեցել իր ամբողջ կյանքում, որ չգա ինքը իր գաղափարներով, ինքը իր պատկերացրած 8 տարի ազգին տանեն ձախ, 8 տարի հետո ազգին տանեն աջ, հետո մեկը գա 4 տարի տանի մեջտեղ կամ վերև կամ ներքև, որպեսզի նման բաներ չլինի, ես առաջարկել եմ եւ առաջարկում եմ, որ Հայաստանը ունենա մեկ թագավոր, որի անվան ներքո ղեկավարություն կկազմվի, ասենք, ոնց է լինում Անգլիայում կամ մնացած թագավորություններում, որտեղ որ թագավորի կամ թագուհու անվան ներքո կազմվում է ղեկավարություն եւ նա վստահում է վարչապետին, ասում է իմ անունով կկազմես կառավարություն, ինձ կասես ովքեր են քո կաբինետում, ովքեր են այն մարդիկ, որ ազգը կամ ժողովուրդը ընտրել է եւ դուք իրար հետ կկազմեք կառավարություն եւ կղեկավարեք։ Եթե հանկարծ ես տեսնեմ, որ իմ ազգին, ինձ, իմ երկրին դուք չեք կարողանում բավարարել եւ չեք կարողանում ղեկավարել ճիշտ, ես ուղղակի կքանդեմ ձեր կառավարությունը եւ կստեղծեմ նորը։ Եվ միշտ թագավորը շահագրգռված է, որ իր ազգը լավ ապրի, քանի որ դա իր գահին ուղղակի ոչ մի կերպ շահավետ չի, եթե իր ազգը լավ չապրի, իր գահի վերջը կգա, իր կառավարման վերջը կգա։ Այդպես է, միշտ էլ այդպես է եղել։ Բայց մենք ունենք նույն մոնարխիկ համակարգը, ուղղակի առանց թագավոր, որովհետև եթե վերցնեք բոլոր այն անուն ազգանունները եւ հայրանունները այսօրվա եւ գնաք հետ 20 տարի, կտեսնեք, որ այսօրվա համարյա բոլոր դեպուտատների ազգային ժողովում նստած կամ վերընկած, շատերը նստած են, շատերը վերընկած են, իրենց հայրանունները կգտնեք առաջվա 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարման ազգային ժողովներում որպես նորից դեպուտատներ։ Այսինքն մենք ունենք մոնարխիկ համակարգ, բայց առանց թագավորի, որպեսզի իրանց տերտիրական չլինի, հսկիչ չլինի, հսկող չլինի, ինչ ուզեն անեն։ Եվ այս դեպքում անընդհատ, սա կրկնվելու է, անընդհատ ձեր կարծիքով մյուս համակարգը, որ եկավ, մի բան փոխվելու է, ոչ մի դեպքում, ոչ մի բան էլ չի փոխվելու։ Մյուսն էլ գալու է իր մտածած, պատկերացրած, իր ցանկացած, ինչքան է իրան գումար պետք, ասենք իրա կինը ինչ էր ուզում, ինքը ինչ էր ուզում, ինքը ուզում էր մի 5-6 հատ տարբեր տուն ունենա աշխարհի վրա, դղյակներ, կունենա, ինչի՞ չէ։ Սրանք ցույց չեն տալիս, որ իրենք տներ են կառուցում, որովհետև իրենց տները կառուցվում են դրսերը, քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ իրանք Հայաստանում չեն մնալու իրենց ղեկավարությունը կամ իրենց կեղտոտ գործը ավարտին հասցնելուց հետո։ Եվ իրենք այնպես են ուզում անալ, որ անգամ Հայաստանի Հանրապետություն եւ սուվերեն պետություն էլ չլինի իրենցից հետո, որ ոչ մեկ չկարողանա իրենց կանչել Հայաստանի Հանրապետության դատարաններ եւ իրենց պատասխանատվության ենթարկի։ Դրա համար այսենց մեր ազգը եւ պետությունը ոչ մի անգամ
հաջողության չի հասնելու։ Քանի որ եթե դուք ուշադրություն դարձնեք մի քիչ, եթե անգամ դուք նիտրալ գաղափարների տեր մարդեք, նստեք ուղակի դիտեք ազգային ժողովի նիստերը, դուք կհասկանաք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության 64 պատգամավորներից ոչ մեկ ոչ հայ ազգին է սիրում եւ հարգում, ոչ հայ ազգի պատմությունը, ոչ մի հայկական մեր անցյալի հետ կապված ոչ մի դրական բան նրանք չունեն ասելու, ոչ մի։ Այսինքն մեր ամբողջ հազարամյա պատմությունը նրանց համար մի զզվելի պատմություն է եղել։ Եվ մարդը, որը որ նստած է պետության ամենաբարձր պալատում եւ իր համար խոսքը բարձր ամբիոնից լսեցնելու աշխարհին եւ իր ազգին ուղիղ 12 քայլի հարց է, մարդ, որը որ ուղակի, որ քանի որ ինքը եղել է ինչ-որ մեկի զավակը կամ սանիկը, ինչ-որ մի բան, ինքը ոչ մի սեփական հաջողություն չունի արձանագրած իր կյանքում, բայց վերանգած պետության ամենակարևոր դահլիճում եւ այնտեղից կարող է իր խոսքը յուրաքանչյուր իր ուզածը ամբողջ ազգին կամ աշխարհին լսացնի, նստած ատելությունա ցուցաբերում այդ պետության կամ այդ ազգի անցյալին, որ իրեն տվել է այդ հնարավորությունը, որ 12 քայլ, անգամ շատ դեպքերում ավելի քիչ անելով նա կարող է կանգնել եւ բարձր ամբիոնից կոպտագույն խախտումներով կամ կոպիտ արտահայտություններով թքել հայ ազգի եւ հայի պատմության վրա։ Մարդիկ իրենց անցյալից զզվում են, իրենց հայրերի, իրենց հորեղբայրների, քավորների, ես ՔՊ-ի մասին եմ խոսում, գործից, իրենց ստեղծած պետությունից, այսինքն իրենք իրենց հայրերից, իրենք այս մարդիկ զզվում են ամեն ինչից, այս մարդիկ զզվում են ամեն ինչից, իրենց տեսակից, իրենց անցյալից, պատմությունից, տեսակից, իրենց մշակույթից, ամեն ինչից զզվում են, իրենք անգամ զզվում են այն փաստից, որ Հայաստանը հայի համար էր, եւ որոշել են պետությունը ուղղակի ողողեն իմիգրացիայով, եւ այս պահին Հայաստան գալիս են հազարավոր տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տարբեր ցեղերի ներկայացուցիչներ, իրականում ցեղերի, որպեսզի մշտական բնակություն հաստատեն Հայաստանի Հանրապետությունում եւ իրենց ապագան կազմեն եւ կառուցեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում եւ շատ մեծ հույսեր ունեն, որ նաեւ կամուսնանան հայ կանանց հետ, որովհետեւ իմիգրացիայի այս մարդաքանակը, որ գալիս է Հայաստան, որը որ ամենամեծ տագնապը պետքա ստեղծեր ազգի մոտ, ամենամեծ, բայց քանի որ մենք նաև ունենք ազգի մի շատ թույլ կողմ, ինչ-որ մի շատ շերտ կա ազգի, որ ահավոր թույլ է, ահավոր թուլություն է ցույց տալիս եւ միշտ կոմպլեքսավորված, շատ կոմպլեքսավորված, միշտ շոյվելու կարիք ունի եւ նրանք ուղղակի հալվում են, որ ինչ-որ ուրիշ ազգեր, որոնց
ներկայությունը մեր երկրում ընդհանրապես ոչ մի բան չի փոխելու դեպի դրական, դա բոլորը բացասական էլեմենտներ են սրանք, բայց քանի որ իրենք հալվում են, որ մեկը գալիս ասում է, վայ, այս տոլմեն էս ինչ համով էր, վայ, այս փախլավեն էս ինչ, իրենք հալվում, թափվում են, որ ուրիշ ազգեր են եկել մեր երկիր։ Եվ քանի որ կաֆեներում եւ ռեստորաններում մի քանի մարդ է նստած, այս մարդկանց թվում է, թե մեր պետությունում ամեն ինչ նորմալ է։ Բայց երբ որ հարևան պետության ղեկավարը, որը որ մեր պետության ազգային ժողովում ունի կուսակցություն, դրա համար էլ ոչ մեկ չի խոսում, այն ինչ որ հարևան պետության դիկտատորն է ասում, որ կողքի պետության, թշնամի պետության դիկտատորը նստած որոշում է, թե մեր պետության էլեկտրոէներգիայի հարցերը, էլեկտրոէներգիկ հարցերը ոնց պետք է լուծվեն, եւ մեր պետությունը չունի ղեկավար, որ ասի ինքեր ջան, մեր պետությունը ունի ղեկավար, դու ով ես, որ իմ պետության ապագա ամենակարևոր սա ռազմական նշանակություն ունեցող հարց է, ամենաառաջինը, դու ով ես, որ նստես, ասես Հայաստանի ատոմակայանը բացվելու է, փակվելու է, մենք ոնց ենք մեր էներգիայի հարցերը լուծելու, դու ով ես, որ իմ պետության հարցերը լուծես, ես մեր պետության ղեկավարը լինեի, ես իրականում եմ ասում, նման disrespect, նման ոչ հարգանք ցույց տալու համար իմ պետությանը եւ ազգին մի միջազգային դահլիճում բոլոր պետությունների ղեկավարների դեմ ապտակ կհասցնեի հարևան պետության դիկտատորին, ապտակ, ֆիզիկական ապտակ, դու այ ոչխար, դու նստած պետության ղեկավար ես, նստած սենց ես անում ամբողջ օրը քո այդ հիմար ժպիտով, կողքի պետության դիկտատորը ամբողջ օրը մեր պետության մեջ շինարարություն է սկսում, երկաթուղի է գցում, աշխատողներ է ուղարկում մեր երկիր, պլաններ է կապում մեր երկրի, մեր պետության սահմանների ներսում, սուվերեն սահմանների ներսում, նա շինարարություն, որ մեծ բաներ է խոսում, մեկը չկա մեր պետության մեջ, որ ասի հոպ, ես ինչ ես խոսում, այ մարդ, դու ինչ գործ ունես իմ պետության, ուրեմն երկաթ գծերի, խողովակների, ատոմակայանի, էլեկտրոէներգիայի կամ ապագայի հետ, դու չես Հայաստանի Հանրապետության ղեկավարը, Հայաստանի Հանրապետությունը ունի ազգ, սուվերեն պետությունը ունի վարչապետ, դու ով ես դու, եւ այսենց գետնաշորերը, որ դառնում են պետության ղեկավար, եւ թույլ են տալիս, որ պետության մեջ ձևավորվի թշնամի պետության ներկայացնող մի խմբակ, այսպես է լինում, եւ մեր ազգային ժողովում թեկուզ հենց ընդդիմությունը, որը որ Հայաստանի շահերն է ներկայացնում, մի բառի սրիկայի համար արդեն քանի օր է իրար են ուտում, Էդգար Ղազարյանը սրիկան քիչ է ասել, սրիկայի վրա մի քանի հարկանի նաև ուրիշ բան պետք է ասել, բայց խնդիրը նա է, որ քանի որ ընդդիմությունը ինչքան էլ որ իմ սրտով չի, եւ ամբողջ համակարգը իմ սրտով չի, քանի որ ընդդիմությունը իմ սրտով չի, բայց միևնույնն է հայկական եւ Հայաստանի հայ ազգի շահերն է ներկայացնում, եւ այս մարդիկ գիտեն, որ
հակառակորդը հարևան թշնամի պետության շահերն է ներկայացնում, ստեղ արդեն ոխերիմ թշնամություն է առաջանում 2 կամ 3 այս կուսակցությունների մեջ, այսինքն անձնական ոխերիմ թշնամություն առաջանում, որովհետև դու տեսնում ես քո պետության բարձր ամբիոնի ետևում կանգնած Թուրքի կամ ադրբեջանցու շահերը պաշտպանող, արդյունքն իրենց մարդն է կանգնած տեղ, այս մարդը քո դիմաց կանգնած խոսում է իրենց շահերը պաշտպանելու, պահպանելու համար, եւ քանի որ իշխող ուժն է, մի երկու բան էլ ավել ասում, եւ հետո դու վեր ես կենում եւ ասում ես այս սրիկա, եւ նայեք ինչ է լինում, եւ ուղղակի պահպանել քաղաքավարիության կանոնները այդ դահլիճում շատ դժվար է, ես հասկանում եմ ընդդիմությանը, որ շատ դժվար է, եւ մենք նաեւ ունենք մի դրություն, որտեղ հակառակորդը, այսինքն թշնամու կուսակցությունը Հայաստանում բռնագրավում է հայ բիզնեսմենների կարողությունը, հասկանում եք, ասենք Ադրբեջանում իրենք խլել են Ռուբենի կարողությունը, խլել է, Ալիևը արդեն Ռուբենի ձեռքից խլել է Ռուբենի հարստությունը, Ռուբենը հարուստ բիզնեսմեն էր, շատ մեծ կարողությունների տեր, եւ այս պահին, երբ որ ուշադրություն եք դարձնում, ոնց են խլում բոլոր պրոհայկական Հայաստանին եւ հայ ազգին ներկայացնող մեծահարուստների ունեցվածքը ադրբեջանական ուժերը, սա մեծ մտահոգություն է առաջացնում, ես Գագիկ Ծառուկյանի մասին չեմ մոռացել, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը խլվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ դա խլվում է Ալիևի կողմից, որովհետև այն թեզը, որ Հայաստանը, Արևմտյան Ադրբեջանը եւ Հայաստանի երրորդ հանրապետության կազմալուծման դեպքում իրենք գալու են եւ նոր պետություն այդտեղ կազմեն Արևմտյան Ադրբեջան եւ այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը լինելու է պետության ձեռքում, այսինքն երրորդ հանրապետության փլուզումից հետո այդ հարստությունը անցնելու է Ալիևին, հասկանում եք, նույնը Սամվել Կարապետյանին, ստեղ հարստության տրանսֆերա տեղի ունենում, նաև ամեն ինչը կապված է ֆինանսների հետ, եթե ուզում եք հասկանալ ուր է տանում նապաստակի այդ անցքը, տենց են չէ ասում rabbit hole, եթե ուզում եք հասկանալ, դոլարի հոտը քաշեք, փողի հոտով դուք կարող եք գնալ այդ հետքի հետևից, ստեղ տեղի է ունենում շատ մեծ կալվածքների տրանսֆեր, Հայաստանի բոլոր մեծահարուստներին նրանք պետքա աղքատացնեն, որպիսի երբ որ Ադրբեջանը մեր պետության մեջ չորրորդ հանրապետությունը ճակերտների մեջ կազմի որպես արևմտյան Ադրբեջան, ոչ մի մեծ կալվածքներ ունեցող, միլիարդներ ունեցող մարդ հանկարծ չլինի, դրա համար Սուքասյանը դուրս եկավ, նա զբաղված է լինելու իր հարստությունը Հայաստանից կամաց հանելով եւ իր
հարցերը ճիշտ կարգավորելով կորպորացիաների տարբեր բաների միջոցով, որպիսի իր հարստությունը հանկարծ չընկնի Ալիևների ձեռքը։ Հասկացաք։ Դրա համար մնացած բոլոր օլիգարխները Հայաստանում հիմա խուճապի մեջ են, որովհետև ստեղ տեղի է ունենում wealth transfer։ Այդքան բան։ Նիկոլ Փաշինյանը Ալիևին օգնում է եւ ինքը իհարկե իր կոմիսիոնը ունի դրա մեջ, որպեսզի Ալիևը տիրանա բոլոր այն մեծահարուստների կալվածքներին, որոնք հնարավորության, երբ որ ժամանակը գա, հետ են կռվելու Արևմտյան Ադրբեջան գաղափարի եւ այդ ձևավորված նոր համակարգի դեմ, բոլորին աղքատացնը։ Այս է տեղի ունենում։ Եվ երբ որ բերեն իմիգրացիա Հայաստան եւ գալիս է այդ իմիգրացիան մեծ քանակությամբ, շատ մեծ քանակությամբ, առավոտից գիշեր YouTube-ի վրա 1000 հատ տարբեր ալիքներով Հայաստանը գովազդ է արվում որպես արտակարգ ապրելու երկիր։ Եվ պլյուս մեկը Աննա Հակոբյանը ամեն օր չի մոռանում հայ կանանց հիշեցնի, որ էլ չենք հանդուրժում, կանայք քանդեք ձեր տները, ձեր ընտանիքները։ Մենք ձեր համար նոր ցլեր ենք իմպորտ անում։ Եվ այս մուսուլմանները եւ մեծամասնությունը էմիգրացիայի տղամարդիկ են, այս մուսուլմանները, որոնք որ գալիս են Հայաստան մշտական բնակություն հաստատելու, նրանք տարբեր NGO-ների կողմից գումարներ են ստանում, որպեսզի տեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն, եւ նրանք էլ հենց կդառնան այդ բաժանված կանանց ամուսինները նոր, իրենք, քանի որ շուտով անձնագրեր կստանան նոր անձնագրերը, իրենք կընտրեն Արևմտյան Ադրբեջան ծրագիրը եւ գաղափարը։ Մուսուլմաններ են իրենք։ Հասկանում եք։ Սա մի տարում չի լինելու։ Մի 2-3 տարում է լինելու, բայց համոզված եղեք, որ լինելու է։ Այսպես են գրավում պետություններ 21-րդ դարում։ Մյուս տարբերակներով պետություն գրավելները պետք չի։ Ալիևը ասաց իրենք մեքենաներով են գալու։ Եվ քանի որ Ալիևը ունի մեր պետության մեջ ազգային ժողովում մեծամասնություն, որը որ ներկայացնում Ադրբեջանի Հանրապետության եւ Ադրբեջանի ժողովրդին, նա մտահոգվելու բան չունի։ Եթե մտահոգվելու բան ունենար, չէր նստի եւ մեծ mainstream media, մեծ կազմակերպություններին մեդիայի, CNN կամ BBC, նրանց հարցազրույցներ տար, որտեղ ինքը Հայաստանի ղեկավարի տեղ որոշումներ է կայացնում Հայաստանի սուվերեն պետության համար, հասկանում եք, նման ֆենոմեն աշխարհում ոչ միտեղ չի եղել։ Ասենք Ամերիկան կարող է ուրիշ պետությունների համար որոշումներ կայացնի, եթե գրավել այդ պետությունը արդեն։ Բայց մենք Ամերիկան չենք եւ Ադրբեջանն էլ Ամերիկան չի, հասկանում եք։ Ինչ են անում։ Սա ոչ թե մտահոգիչ է, այլ սա ուղղակի խայտառակություն է եւ ոչխարների շերտը, որոնք անգամ Նիկոլ Փաշինյանի նոր անուն են տվել։ Նիկոլ անկոտրելի, կոտրված բանին, ինչպես կարելի է համարել անկոտրելի, որ մի կտորն է անկոտրելի, որովհետև Նիկոլ Փաշինյանը մի 6000-7000 կտոր է եղել արդեն, այնքան է կոտրվել, նրան ամեն օր Ալիևը վերցնում է, նորից խփում է գետնին,
Որ մի կտորի մասին եք խոսում դուք անկոտրելի։ Սա խայտառակություն է։ Սա խայտառակություն է, որ դեգրադացված ինչ որ մի մաս անգամ նման անուն է դրել իրենց վարչապետի վրա։ Ժողովուրդ ջան, ես չեմ ուզում ավելի երկարացնել, 35 րոպե խոսում եմ, իմ տեսանյութերը ես սկսելու եմ կրճատել, երկար չեն լինելու այլևս, ես երկար չեմ խոսելու եւ շնորհակալություն եմ հայտնում դիտման համար, բայց այս բոլոր հարցերով, որ խոսեցի, շատ իրոք մտահոգիչ հարցեր են։ Եվ մի շատ կարևոր բան ասեմ, շատ արագ նոր վերջացնեմ, լավ 40 րոպեի վրա վերջացնեմ, սա էլ է մեծ հաջողություն, որ 40 րոպեով, որտեղ իմ ժամ ու կեսանոց տեսանյութերի համեմատ է։ Անցած տեսանյութի մեջ ես շատ պարզ բան բացատրեցի, որը որ շատ մարդիկ ճիշտ հասկացան եւ շատ մարդիկ տարբեր ձևերով ըմբռնեցին։ Ես անցած տեսանյութի մեջ բացատրեցի, որ շատ մարդիկ ինձ ասում են, եղբայր, այս ամեն ինչը մենք գիտենք, մեզ լուծումներ են պետք։ Ես էլ պատասխանեցի հետևյալ կերպ, ասացի, ընկերներ ջան, ես հասկանում եմ, որ լուծումներ է պետք, եւ ես երևի թե շատ լուծումների, ուրեմն շատ բանաձևեր ունեմ, բայց ես չեմ կարող դրանք առաջարկել YouTube-ի վրա, ես չեմ կարող ոչ մի նման բանի մասին YouTube-ի վրա խոսել։ Նախ նրանք մի թեթևակի սայթաքումի են սպասում, որպեսզի ինձ նման մարդկանց տանեն եւ գցեն տարբեր քաշքշուկների մեջ։ Ես չունեմ հովանավորներ, ես դա բացատրեցի, ես առանձին ինձ համար միայնակ այս գործը սկսել եմ մենակս, առանց ոչ մի պետությունների, ծառայությունների, կորպորացիաների հովանավորությամբ։ Ես մենակ եմ։ Եվ ես բացատրեցի, որ ես ինչքան էլ որ ճիշտ բաներ եմ խոսում եւ բոլորդ համաձայն եք, որովհետեւ իմ կոմենտների մեջ 100 կոմենտից անգամ մի հատը բացասական չի, հասկանում եք, այսինքն ժողովուրդը համաձայն է այն ամեն ինչի հետ, որ ես խոսում եմ, բայց ժողովրդի որ մասնիկն է համաձայն։ Ես ասացի, որ ես անգամ չեմ կարողանում ապահովել այնքան մարդ, որ ես իմ ուրեմն ինձ կարողանամ ապահովագրեմ, որովհետև երբ որ դու նման թեզեր ես առաջ բերում, նման բաների մասին ես խոսում, դու շատ մեծ ռիսկ ես վերցնում, շատ մեծ, հասկանում եք, եւ ես հասկացել եմ դա, երկար մտածել եմ սա անելուց առաջ, արդյոք արժի նման ռիսկ վերցնել, արդյոք արժի իմ ընտանիքին, իմ իրոք նախանձելի կյանքը, որ ես այսքան տարիներ իրոք շատ մեծ տառապանքների մեջով անցնելով, ես ինձ համար լավ կյանք եմ ստեղծել, արժի, որ ես այս ամեն ինչը դնեմ ռիսկի տակ, եթե ես համարել եմ, որ արժի, հասկանում եք, ուրեմն ինչքան եմ ուզում, որ մի բան փոխվի, ինչքան մեծ է իմ ցանկությունը, եւ ինչ բացատրեցի, ասացի, որ ես եթե համաձայնվել եմ սրան, ուրեմն չեմ վախեցել, բայց նաեւ շատ ցանկալի կլիներ, որ ես ինքս ինձ կարողանայի ապահովագրեի, եւ այդ ապահովագրությունը կլիներ հետևորդների ինչ որ մի քանակ ապահովելով, գոնե մի 5000 հոգի, մի քանի ամիսների մեջ, բայց մենք ոնց որ տեսնում եք, անգամ այդ 5000 հոգին չենք կարողանում ապահովել, այսինքն մենք կամ դեռ չունենք այդ լսարանը, կամ չկան այդ մարդիկ, որ համաձայն են եւ համամիտ են մեզ հետ, այսինքն մենք մեր 620 հետևորդով ինչ կարող ենք անել, դեռ ոչինչ, 620 անգամ հերիք չի, որ ես ինձ ապահովագրեմ, ես չեմ վախենում, մի մտածեք, որ ես ինձ մասին խոսելով ես լացում էի, վայ ես ինձ չեմ կարողանում, չէ, եթե ես վախենայի, ես չէի սկսի սա, ինձ ոչ մի բանով չեն կարող վախեցնել, ոչ բանտարկությունով, ես իրականում եմ ասում, ոչ բանտարկությունով, ոչ մի բանով, ինձ չեն կարող վախեցնել, բայց եթե հանկարծ ասենք թե ինձ հետ մի բան եղավ,
ով է օգտվելու այդտեղ։ Միայն իրենք։ Այսինքն գործը էլ առաջ չի գնալու։ Ոչ մեկ էլ ինձ չի լսելու։ Ես օգուտ չեմ տալու ոչ մեկին, ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ իմ ընտանիքին։ Սա վախենալու հարց չի։ Ես իրականում չեմ վախենում։ Հավատացեք, ես ունեմ այդ դուխը։ Ես չեմ վախենում, բայց պետքա խելացի լինել, պետքա մտածված անել ամեն ինչ, որպեսզի կարողանաս մնաս ազատության մեջ։ Ես հիմար բաներ չեմ կարող խոսեմ։ Ես շատ անգամ կյանքում պարզ ոչ մի բան կարողա չբացատրեմ, երբ որ հարցը հասնում է նման պահանջների, որ դուք ասենք ինձնից պահանջում եք, որպեսզի ես ինչ-որ բան առաջարկեմ։ Պարզ է, որ ես նման բան չեմ անի, որովհետև դա հենց արդեն իրենց կտա այն առիթը, որ իրենք սպասում են։ Եվ հավատացեք, եթե անգամ ես ուրիշ պետության մեջ եմ գտնվում, բայց ես ինչ-որ օրենքի խախտում անեմ, հավատացեք, որ օրենքը աշխատելու է ամեն տեղ։ Եվ քանի որ ես չունեմ հովանավորներ, պարզ է, որ ես ընկնելու եմ խնդիրների մեջ։ Իսկ եթե ես ընկնեմ խնդիրների մեջ, մեր գործը ուղղակի մնալու է կիսատ։ Հասկացաք։ Ես չեմ վախենում, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ինձ ապահովագրել եւ իմ ասացի միտքը այն էր, որ մենք անգամ չենք կարողանում դա ապահովել դեռ։ Կամ մարդիկ մեզ հետ այդքան մեծ չի մարդկանց քանակը, որ ես կասկածում եմ, որոնք մեր հետ համաձայն են, կամ իմ տեսանյութերը այդքան սփռված չեն, այդքան դիտում չեն ապահովում, որպեսզի մարդիկ ճանաչեն եւ սկսեն մասնակցել եւ միանալ մեր գաղափարներին, որովհետեւ մենք այս պահին դեռ ուղակի շոշափում ենք եւ քննարկում ենք տարբեր գաղափարներ։ Այս պահին դա է։ Ես այս պահին ոչ մի հավակնություններ չունեմ։ Ես ուղակի շոշափում եմ եւ ձեր հետ քննարկում եմ տարբեր հարցեր եւ գաղափարների փոխանակություն եւ որպեսզի մենք կարողանանք միշտ լինենք alert, այսինքն միշտ լինենք պատրաստ, իմանանք ինչ է կատարվում, տեղեկացված եւ քննարկենք բոլոր այն հարցերը, որոնք որ տեղի են ունենում մեր կողքերը։ Այսքան բան։ Ես չեմ լացում, խնդրում եմ, շատ մարդիկ կարծել են, որ ես շատ մտահոգված եմ, որ չեմ կարողանում եւ վախենում եմ, չէ, ժողովուրդ ջան, ես շատ լավ նոր բացատրեցի ամեն ինչը։ Ես ուղակի ասացի, դեռ այդ չենք կարող ապահովենք։ Մենք ո՞նց կարող ենք փոփոխություն անել ինչ որ տեսակ։ Հասկացաք, այդքան բան։ Եվ շատ ես չեմ սիրում անուններ տալ, ինչ որ մարդկանց անուններ թեկուզ հենց իմ հետևորդների, իմ կողմից սիրված եւ հարգված մարդկանց, որոնք ամեն անգամ մասնակցում են, գրում են, ես բոլորիդ շատ հարգում, սիրում եմ եւ դա իրականում այդպես է եւ ձեր ուշադրությունը ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, շնորհակալություն ձեր սուպորտի, ձեր իմ կողքը լինելու համար, բայց նաև այ մի մարդու անուն պետքա տամ։ Ստելա Հովանեսյան, որտեղ ես։ Ես գիտեմ, որ դու նայում ես։ Իմ տեսանյութերը նայում ես։ Ստելա Հովանեսյան, դու մեծ նիկոլական ես, բայց դու կամաց համոզվում ես, որ ես ճիշտ եմ ասում։ Այ Ստելա Հովանեսյանը եւ Ստելա Հովանեսյանի նման մեր երկրից, մեր ազգի լավ մարդիկ, որոնք որ խաբնվել են Նիկոլ Փաշինյանին, մեր ազգակիցները, նրանք կամաց պետք է միանան մեր գաղափարներին եւ շարժմանը։ Ստելա Հովանեսյան, ես գիտեմ, որ դու դիտում ես իմ բոլոր տեսանյութերը։ Մեկ գրում ես, բայց մեկ էլ կորում ես։ Գրի իմանանք, որ դու ստեղ ես, մեր հետ ես։ Մենք պետք է բոլորին այն կողմից բերենք մեզ մոտ, որովհետև մեր գաղափարները հայկական են եւ մեր հայացքները դեպի ապագա մեր պլանները հայկական են։ Այսքան բան։ Ես մի օր
գալու եմ Հայաստան եւ իմ կյանքը շարունակեմ իմ երկրում, իմ քաղաքում։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։